Սիրելիներս, ողջույն։ Այս վերջերս կարծես ավանդույթ լինի վլոգը սկսել ավտոմեքենայից, բայց մենք ինչպես միշտ ինչ-որ տեղ ենք գնում, ու այս անգամ առիթը մեր ընկերներից մեկի նորածինն է, ով մի քանի ամիս առաջ է ծնվել։ Այնպես էր ստացվել, որ չէինք հասցրել փոքրիկին գնայինք տեսնեինք ու այսօր իրանք են կազմակերպել ու մենք բացօթյա հավաքվում ենք ընկերներով նշելու մեր փոքրիկի ծնվելը։ Հիմա ես, Իրենը ու ամուսինս շարժվում ենք, այդտեղ եղել ենք էլի, բայց ճիշտ ասած չեմ հիշում, մենք այնտեղից վլոգ նկարել ենք, թե չէ, կարծեմ չեմ։ Էլի ընկերներով էինք գնացել, աշխատանքային օրվանից հետո հանգստանալու, Արմավիրում է գտնվում, Արմավիրին մոտ, այսինքն տարածքը, հուսով շատ շոկ չի լինի, ու լավ ժամանակ անցկացնենք միասին։ Այսօրվա վլոգի սկիզբը այսպիսին ստացվեց։ Իմիջայլոց ուրախ եմ, որ իմ ալիքում նոր հետևորդներ եմ տեսնում, 100-ից ավել նոր հետևորդ ունեմ ու բոլորիդ ողջունում եմ, նորից ասում եմ բարի գալուստ իմ ալիք ու սպասում եմ ձեզ մեկնաբանություններում, շատ ուրախ կլինեմ, որ կոմենտ գրեք, ես էլ կտեսնեմ, կսրտիկեմ ձեզ։ Փոքրիկի համար ենք հավաքվել, ասեմ, որ բավականին լավ անցնում, ճիշտ է շոքամի փոքր, Արմավիրի մարզին բնորոշ տապ, բայց արդեն հովացավ, օրվա երկրորդ կեսից հետո, ու կարևորը, որ շատ լավ ժամանակ ենք անցկացնում, այստեղ երեխեքի համար փոքրիկ խաղահրապարակ էլ կա, կարևորը երեխաները զբաղված են, ուղղակի պետք է շատ ուշադիր լինեք, որ այս լճի մեջ չընկնեն հանկարծ ու ջրանցք էլ կա, չգիտեմ, այստեղ ջուր կա, թե չէ, հիմա նայենք միասին։ Շատ գեղեցիկ խնամված տարածք է ու դեռ շինարարությունը շարունակվում է, հա, այս ջրանցքի մասին է խոսքը։ Այստեղ էլ փոքրիկ խաղահրապարակ է, խաղում են երեխեքը։ Լավ է անցնում։ Այսպես փոքրիկ խաղահրապարակ կա, որտեղ երեխեքը կարող են խաղալ, դուք հանգիստ լինեք։ Ես գիտեմ, որ այս լճի մեջ ձուկ էլ կա, տղաները փորձեցին բռնել, բայց չստացվեց, չնայած անցած տարի, որ եկել էինք, բռնել էին ձուկ։ Ես հիշում եմ, բաց թողեցինք հետ ջրի մեջ։ Այսպես սիրուն խնամված տարածք է։ Ջրային հեծանիվն էլ էր աշխատում։ Հա, բայց ես ջրից վախենում եմ։ Այսպես սիրուն դեկորացիաներ կան։ Այստեղ։ Հետաքրքիր է, ասեմ, որ սա Մեծամորից դեպի Արմավիր գնացող ճանապարհին է։ Մեծամորից մոտ 1 կիլոմետր է հեռավորությունը։ Անուն չունի, իմ կարծիքով տարածքը, երկրորդ անգամ ենք այստեղ, ուղղակի դուք ձեր սնունդով գալիս եք ու լավ ժամանակ եք անցկացնում, բայց շոքին չգաք։ Մենք իսօր եկել ենք քեզ տեսնենք, մենք եկել ենք քեզ տեսնենք, այ Սոնիկ, հա, դու Միլան ես, հա, համով։ Ինչպես ասել էի նախորդ վլոգում, մենք գնացել էինք մեր ընկերներից մեկի երեխայի ծնվելը նշելու, շատ լավ ժամանակ անցկացրեցինք ու շատ արագ շաբաթ-կիրակին անցավ, եկավ էլի աշխատանքային շաբաթվա սկիզբը, այսօր երկուշաբթի է, ես աշխատանքի եմ։ Ուրեմն 3 հյուր էինք գնացել ամուսնուս քեռիների տուն ու ես լիքը ծաղիկներ եմ նվեր ստացել,
գարշոչնի ծաղիկներ։ Հիմա գնում եմ սիրուն ծաղկամաններ գնեմ, հող գնեմ, որտեղ ես պարտադիր հատուկ հողի մեջ եմ իրանց դնում։ Ու այսօր գնամ տեղափոխեմ այդ ծաղիկները ու ձեզ հետ միասին կտեղափոխենք, գնանք ծաղկաման ընտրելու հիմա։ Միջելոց մեր բակի շինարարությունն էլ շատ ակտիվ ընթացքի մեջ է, կգնամ տուն, դա էլ ցույց կտամ ձեզ ինչ ընթացքի մեջ է, հետ էլ կտեսնեք։ Սրանցից էլ կարելի է վերցնել ծաղիկները ցողելու համար։ Գնանք ծաղկամանել նայենք։ Այս սրանք հարմար են սակյուլանտների համար։ Մի հատ ունենք, երկու հատ, այսինքն կարելի է սրանց մեջ դնել։ Ճիշտ ասած չվերցրեցի, հետ ռասպիլիտելն էլ տեղը դրեցի, որտեղ ծաղկամանների ուրիշ տեսակ չկա, մի հատ ուրիշ խանութ կգնամ գործից հետո, այնտեղ կնայեմ, քանի որ ընդմիջում եմ դուրս եկել, մի հատ ուտելու բաներ կվերցնեմ, նոր հետ կգնամ աշխատանքի, ափսոս, որ իմ ուզած բան չկար, Չինաստան ճանապարհին մի հատ ուրիշ խանութ կա, այնտեղից հաստատ ինչ-որ բան կընտրեմ։ Ծաղկամաններ չվերցրեցի, բայց փոխարենը ինձ 3 հատ նոր բույր վերցրեցի լցնովի օծանելիքների, նրանցից երկուսը ծանոթ հոտեր են, երրորդը աշխատակիցը խորհուրդ տվեց, մի խոսքով հուսով եմ ինձ դուր կգա, երբ Եգիպտոսում էինք, Մարիամը իմ լրիվ նոր օծանելիքը կոտրել էր, այդ սենյակով մեկ օծանելիքի հոտներ, մնացել էի առանց օծանելիքի, բայց փոխարենը վերցրեցի, փոքր չափսեր եմ վերցրել, եթե հարմարվեմ այդ հոտի հետ դուրս գա, հետո կգնամ նորից մեծը կվերցնեմ։ Գնամ հիմա ընդմիջումս ավարտեմ, 30 րոպե ունեմ դեռ։ Ինչ-որ բան վերցրել եմ ուտելու կուտեմ, ընդմիջումս կավարտեմ, իրիկունը տուն գնալուց կմտնեմ ծաղկաման էլ կվերցնեմ, անպայման, որտեղ պետք է տեղափոխեմ այդ ծաղիկները պարտադիր։ Ես չգիտեմ, հետո երևի այնքան շատանալու այդ ծաղիկները։ Ստիպված մի հատ էլ ջերմոց սարքեն իմ համար, որը դրանց տեղավորեմ, բայց ես շատ եմ սիրում կանաչը։ Այդպես։ Ուրեմն ամուսնուս հետ նայում ենք շաբաթ կիրակի օրերը, որ քաղաքից դուրս գնանք, հետաքրքիր բնության գիրք եւ այլն, ու ես նայում եմ, որ բոլոր շաբաթ կամ կիրակիների մոտ արդեն զբաղված են։ Առաջիկա շաբաթ օրը երեխաների մոտ համերգային է։ Չէ, կներեք, Մարիամի էքսկուրսիան է, դասարանով հավաքվում ենք։ Հետո համերգ ունենք։ Դրա հաջորդը մայրիկիս ծնունդն է։ Ու նոր դրա հաջորդը, որ արդեն հուլիսի վերջն է անգնում, նոր հնարավոր է ինչ-որ բան կազմակերպել։ Մի խոսքով, չգիտեմ ինչի ասեն ստացվում, բայց մենք միշտ զբաղված ենք։ Ուշել էի աշխատանքը վերջացնելուց հետո գնայի տուն, այսինքն գնայի ծաղկամաններ առնեի ու գնայի տուն իմ ծաղիկներով զբաղվեի, բայց մատնահարդարը զանգեց ու ասաց, որ ազատ ժամ ունի, կարամ գնամ գելաքս թարմացնեմ, այնպես որ ընտրում եմ այդ տարբերակը, որտեվ կարևոր էր, դա էր կարևոր, վաղը պետք է գնայի, տարբերություն չկա, այսօր կգնամ, եթե ստացած կմտնեմ ծաղկամաններ էլ կգնեմ, որովհետև այդ էլ է ինձ համար շատ կարևոր, ճիշտ է, ծաղիկները ծաղկամանների մեջ են, բայց ուզում եմ, որ տեղափոխեմ ու իմ ուզած ձևով դասավորեմ ամեն ինչ։ Մի խոսքով հիմա գնում ենք գելակ թարմացնելու։ Նահարդարումս էլ վերջացրեցի։ Սուր եղունգներից անցանք քառակուսին, բայց գույն չփոխեցինք, այդ իմ, չգիտեմ, ինչ տրավման է, ես գույն չեմ կարողանում փոխել, ընդհանրապես ոչ մի գույն իմ եղունգների վրա, բացի սպիտակից, բեժից, ուրիշ ոչ մի գույն չի լինում։ Հուսով եմ մի օր այլ գույն ինքս ինձ կհամոզեմ ու այլ գույն կքսեմ, դեռևս այս երանգի մեջ ենք, թե հավես ունենամ, կկանգնեմ, եթե չէ, կմնա վաղը ծաղիկների համար կաշոկներ վերցնելը, որովհետև հոգնած եմ, ուզում եմ շուտ տուն հասնեմ երեխեքիս մոտ գնացի, բայց ծաղիկները ցույց կտամ ձեզ ինչ եմ նվեր ստացել։ Ասենք
լրիվ ինձ համար կանգառուն տեղ կար, մեքենան կայանելու, կանգնեցի ու եկամ ծաղկամանների հետևից, ես իմ վրա չեմ կարում, եթե մի բան որոշել եմ, որ այդ օրը պետք է անեմ, ուրեմն պետք է անեմ, ուրիշ հնարավոր տարբերակ չկա։ Այս տարբերակներից այս երկուսն եմ ընտրել, ես էլի կընտրեմ։ Ծաղկամաններ և հող գնեցի, հասնեմ տուն, ձեզ է ցույց կտամ ինչ եմ վերցրել։ Հող, ծաղկամաններ գնեցի, տանն էլ հող ունեմ, քիչ եմ վերցրել հողը, ու նաև վերցրեցի այս Ադմարտինայի չգիտեմ ինչը, որի մեր երեխեքը ինչքան ժամանակա ուզում են, վերցրեցի, որ դա էլ փորձեն ու գնահատեն։ Այ հիմա գնում եմ տուն, հոգնած եմ, դեմքից էլ է չէ, որ ահավոր հոգնած եմ։ Երկու շաբթիները իրականում մի քիչ ծանր են լինում, որովհետև ոչ աշխատանքային օրերից հետո շատ բաժանորդներ ենք ունենում, հուսով եմ վաղը ավելի թեթև կլինենք, նացինք։ Ասել եմ, չէ, քանի որ բակով շինարարությունն է, որ տուն եմ գալիս, առաջինը բակ եմ գնում, մի հատ տեսնեմ ուր են հասել ու ձերս հետ էլ կիսվեմ այդ շինարարության ընթացքով ու հիմա տեսնենք ուր են հասել մեր վարպետները։ Շատ սիրուն է։ Արդեն տեսքը երևում է։ Այս մասն են ինչ-որ։ Հա դե բակա բարձրանա ծխնել լույսը։ Այսքան քանելը կա։ Այս թուչունը, հա։ Այդքանը պետք է շարեն, շատ սիրուն է։ Որ ինձ կապնի։ Շատ։ Այս հետո պետք է հանել։ Որ ընկերուհիս ինձ այսպես սիրուն անակնկալ արել ու ծաղիկներ է նվիրել։ Իմ ծաղիկները չեն պակասում, եթե հիշում եք, սա ինձ առաջել են մյուս ընկերուհիս էր ծաղիկներ նվիրել։ Հիմա ձեզ ծաղիկները ցույց տալ, վերջապես հերթը հասավ իրենց, որոնք տեղափոխելու եմ, սրանից ունեցել եմ, բայց չգիտեմ ինչու փչացավ։ Շատ սիրուն տերևներ ունեն։ Դե սրանք սակյուլենտներ են։ Սա, նա տեսեք ինչ սիրուն է սա։ Սա լիլիա է, մի քանի հատ է, հիմա կառանձնացնեմ, այս մեծին առանձին կդնեմ, սրանց առանձին, ինքը շատ սիրուն ծաղկում է։ Հիմա սիրուն տեղափոխենք ու վերջնական արդյունքը ցույց կտամ։ Հիմա նաև ցույց տամ ինչ ծաղկամաններ եմ վերցրել։ Այս երկուսը կավից են, մեկի մեջ կդնեմ սա, մյուսի մեջ սա ու այսպես երկու հատ ծաղկաման եմ վերցրել, սրա մեջ լիլիան կդնեմ, մեծը այն փոքրերը կմնա իրանց տեղում, հետո իրանց համար է ծաղկաման կգնեմ, իսկ սա կդնեմ սրա մեջ։ Մի խոսքով տեղափոխեմ ու ձեզ վերջնական ցույց տամ։ Տեսեք, շատ զգուշությամբ առանձնացրեցի ու ինձ ասել են, որ տնկելուց այս սոխուկը պետքա վերևում մնա, այսինքն հողի տակ չլինի։ Հիմա հող կլցնենք ու այնպես կանենք, որ սա վերևում մնա, իսկ սրանք առանձին կտնկեմ ու հետո էլի սիրուն մեծ ամանների մեջ կտեղավորեմ, որովհետև ինքը շատ գեղեցիկ ծաղիկներ է տալիս։ Ուրեմն ցույց տամ ինչպես տեղավորեցի ծաղիկներս։ Սրա անունը չեմ հիշում, այ շատ վատ է, որ այս անունները շատ արագ մոռանում եմ։ Այս ծաղիկը գիտեմ, որ սիրուն ծաղկելու է, այսպես տեղավորեցի այստեղ, այս լիլիային այստեղ տեղավորեցի, սիրուն ցողեցի ջրով, մաքրեցի, ջրեցի, քանի որ ինքը շատ փոքրիկ ամանի մեջ էր, իրան դրեցի այստեղ, այսպես սիրուն, ինքն էլ սակյուլանտի տեսակ է, սա նույնպես, հերթով կնկարեմ, կտեսնեմ, որը ինչ խնամք է պահանջում ու համապատասխան արդեն խոնավություն ու խնամք կապահովենք, իսկ մնացածը այսպես փոքրիկ ամանների մեջ մնացին, այս երկուսին ստեղ տեղավորեցի, երկուսը չէ, երեքը, տեսեք երեք հատ լիլիա ունեմ,
կմեծանան, իրանց է կտեղափոխեմ։ Այն մի հատ փոքրիկ այսենց ջուտիկ ուներ, իրան էլ ստեղ տեղավորեցի։ Սա մնաց առանց ծաղկաման, իր համար էլ մոտորերս մի բան կգտնեմ, ու էլի գեղեցիկ կտեղավորեմ։ Ես չգիտեմ ուրա հասնելու իմ ես ծաղկաբուծարանը, հետո որտեղ եմ տեղավորելու, բայց որ ես իրանց շատ եմ սիրում, այդ հաստատ։ Անկյուն ունեմ ծաղիկների, սա այլանդրա, որը արդեն ծաղկում է։ Սա իմ համառության արդյունքն է, լավանդա է, որը սրանք այս մանրները դուրս են եկել ես վերջերս, եթե ինչ ես սա ցանել եմ ապրիլ ամսին, այսինքն մոտ 3 ամիս հետո։ Սրանք ավելի շուտ էին դուրս եկել։ Շատ համառ ու սպասողական վիճակի արդյունք է։ Այս սիրուն ծաղիկի անունը էլի չգիտեմ ինչ է, բայց մի հատ էլ սրանից տանը ունեմ, դեռ ջրի մեջ է, հողի մեջ չեմ դրել։ Իսկ այստեղ մանդարիններ են, որոնք ես աճեցրել եմ կորիզից, եթե տեսնեք, այստեղ էլ ծիլ կա, չգիտեմ, տերև կտա թե չէ, բայց սրանք մեծանում են ու ես իրենց շատ խնամքով հետևում եմ։ Ես էլ այս մյուս անկյունը։ Այսպես մի քանի ծաղիկ էլ խոհանոցում ունեմ։ Սա ֆիկուսա, ֆիկուսի ուրիշ տեսակ էլ կա, դրանից էլ եմ ուզում ունենալ, չգիտեմ ինչու է այս անգամ տերևը սենց դուրս եկել, տպավորություն ոնց որ ծաղկելուց լինի ինքը, կամ չգիտեմ, արդյոք սրանք ծաղկում են թե ոչ։ Սա լիմոնը, որը շատ եմ ցույց տվել ու ես ինքս եմ աճացրել փոքրիկ լիմոնի կորիզից։ Իմիջիալից շուտով պատրաստվում ենք, պատվաստենք մեր լիմոնին բերգատու լիմոնի ճյուղով, հուսով եմ լավ կավարտվի։ Սա եթե չեմ սխալվում սպացիֆիլիում, հա, էլի շատ սիրուն մեծանում է ինքը, շատ սիրուն այսպես ծաղիկներ է տալիս, իսկ սա կակտուսի տեսակ է։ Իրանց էլ խնամել եմ, սիրուն ջրել եմ, մաքրել եմ, այսպես տանել, մի հատ փոքրիկ կանաչ անկյուն ունեմ։ Այսպիսով ծաղիկներս էլ տեղավորեցի, հուսով եմ բոլորը լավ կաճեն, կկանաչեն, կծաղկեն։ Այսքանով մեր այս վլոգը ավարտում ենք, ես էլ ձեզ սպասում եմ կոմենտներում։ Լավ մնացեք։